Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր մեր մոտ հունվարի 28-ն է, տեսանյութը նկարում եմ Արարատի մարզի Դվին գյուղից։ Եկել եմ ձեզ ցույց տալու մեր հապալասները։ Ուզում եմ տեսնեք, որ հապալասները այս պահին դրսում են, ամբողջ ձմեռ իրենք մնացել են եւ մնալու են դրսում մինչեւ ձմռան ավարտը։ Ինչպես տեսնում եք, բոլոր տեսակները, նոր նախորդ տարվա տնկած տնկիները այս պահին դրսում են։ Մեզ մոտ կա մոտավորապես 20 տեսակ հապալասների սորտեր եւ բոլորն էլ դրսում են գտնվում։ Մենք ուզում ենք հասկանալ, ինչ ջերմաստիճանի պայմաններում են նրանք կարողանում գոյատևել մեր մարզում եւ ուզում ենք հասկանալ, թե դրանցից որոնք են առավել ցրտադիմացկուն եւ մեր տարածաշրջանի համար որոնք են ավելի նպատակահարմար տեսակները բազմացնելու։ Ահա, ինչպես տեսնում եք, կան որոշ տեսակներ, որոնք աշնանը նոր շվեր էին տվել եւ արդեն քանի որ չեն հասունացել, շվերը չեն կարողացել լիարժեք հասունանալ, վերևի հատվածում արդեն գնացել է ցրտահարումը։ Ահա, կարող եք տեսնել, որ սրանք ցրտահարվել են, իհարկե ոչ ամբողջությամբ, ինչպես տեսնում եք, ցրտահարված հատվածը մի քիչ ավելի, այսպես ասած, ցամաքած է, ցողունի հյութը դուրս է եկել եւ արդեն ներքևի հատվածը նորմալ է, կարելի ասել գարնանը, եթե մենք կտրենք այս հատվածից, դրանից հետո եղած շվերը, դրանից հետո եղած տերևից արդեն կարող են լրացուցիչ շվեր ստանալ։ Մեզ մոտ մի երկու տեսակ կար, որ հոկտեմբեր ամսին ծաղկել էր, ես տեսանյութ եմ նկարել դրա մասին, հիմա կտեղադրեմ, կարող եք տեսնել։ Այսօր հոկտեմբերի 24-ն է մեզ մոտ։ Ահա, ինչպես տեսնում եք, աշուն է, հապալասները մենք արդեն դասավորել ենք իրենց տեղերում, արդեն որոշ տեսակներ իրենց հատուկ գունավորումն են ստացել, իսկ որոշ տեսակներ էլ մտածում են, որ մեզ մոտ գարուն է։ Ահա, տեսեք ինչ է մեզ մոտ կատարվում։ Տեսնում եք, կոկոմները շուտով կբացվեն սրանց։ Մտածում են բույսերը, որ գարուն է։ Սա կարող է լինել եղանակի կտրուկ տաքացումով պայմանավորված։ Հիմա ցույց կտամ նաև մյուս տեսակը, ահա, ավելի մեծ տարաների մեջ։ Ահա, տեսեք, որ սա անգամ կոկոմը շուտով կբացվի։ Մյուս տերևները, որ նայում եք, արդեն պատրաստում են չորանալու, իսկ որոշ տեսակներ պարզապես որոշել են կրկին ծաղկել։ Սա Հայաստանի համար շատ հետաքրքիր իրավիճակ է, համենայն դեպս մենք դեռ չենք հանդիպել որևէ հապալաս մշակող մարդու, ու մոտ նման իրավիճակ կա։ Ահա։ Հիմա դուք ձեզ մոտ հարց կառաջանա, թե որ տեսակներն են դրանք, որ ծաղկել են։ Նշեմ, երկու իրարից տարբեր տեսակներ են։ Մեկը գերվաղահաս տեսակ է, մեկը շատ ուշահաս է։ Մեկը Էլիոտն է, մեկը Սպարտանն է մեզ մոտ։ Ահա։ Սա մեր մոտ, որ ծաղկում է, պատրաստվում է ծաղկել։ Էլիոտն է, սա ուշահատ տեսակն է եւ Սպարտանն է, որի մասին արդեն ասացի։ Ահա, կարող եք տեսնել։ Նոր շվերի վրա են։ Մյուսների վրա դեռ ծաղիկների հետքեր չունենք։ Ահա, տեսեք, որ մյուս շիվն էլ պատրաստվում է կոկոնները բացել։ Այսպես, սիրելի հետևորդներ, եթե ձեզ մոտ էլ նման իրավիճակ է, դուք էլ կարող եք կիսվել, կտեսնենք ելու մոտ, որ տեսակները ինչ վիճակում են, առայժմ այսքան։ Ահա, ինչպես տեսակ, ահա, սրանք մեր տեսակներն են։ Ծաղկած հապալասները, սիրելի հետևորդներ, հոկտեմբերից հետո անմիջապես ծաղիկները թափվեցին, սրանք այն տեսակներն են, որոնք ծաղկել էին ձմռանը, հոկտեմբեր ամսին եւ ձմեռումը ունենք արդեն այս պատկերը։ Գարնան համար դեռ որոշակի բողբոջներ կան, սրանք բերքի նստող շվերն են, գարնանը սրանք արդեն կծաղկեն, հիմնական ծաղիկները կծաղկեն, քանի որ հոկտեմբերը բոլորդ էլ գիտեք, որ բավականին տաք էր մեզ մոտ, իսկ ձմեռը բավականին խիստ է։ Հիմա տեսնենք ինչպես կձմեռեն այս տեսակները։ Ահա,
Եթե ուզում եք հասկանաք ձմռանը, թեկուզ հիմա ուզում եք հասկանաք, թե արդյոք ցրտահարում կա թե չէ, կարող եք այսպես բողբոջը ուղղակի մեջտեղից 2.5 անել։ Եթե բողբոջի մեջը կանաչ է, ուրեմն չի ցրտահարվել։ Եթե արդեն շագանակագույն է, ուրեմն ցրտահարվել է։ Մենք ամեն դեպքում փորձել ենք բոլորին այսպես ասած համարժեք միջավայր ստեղծել, բոլորին թողել ենք դրսում։ Տեսակները կարող եք, չգիտեմ, երևում է թե չէ, տուփերից որոշների վրա նշումներ կան։ Կան տեսակներ, որոնք գարնանը պատրաստում են շատ լավ բերք տալու, արդեն բողբոջներից երևում են, օրինակ ինչպես սրանք, անցած տարի էլ ունեինք մեկը, որ շատ լավ բերք էր տվել, դրա մասին տեսանյութ կա իմեջում կարող եք տեսնել։ Այս տեսակների մեջ ամենացրտադիմացկունը Nord Blue տեսակն է, սա է, ինչպես տեսնում եք, սրա շվերը մի քիչ այլ կերպ են բարձրանում, կարող եք տեսնել, մյուսները թփուտ կոպիտ ասած ծառի պես են բարձրանում, իսկ սա թփուտի նման մարգագետնային բույսի նման մանր շվեր է տակից տալիս եւ ճյուղեր չի կազմում։ Այսպես սա մեր տարածաշրջանի համար նախատեսված այդ սորտն է, Nord Blue կոչվածը, որը բավականին ցրտադիմացկուն է։ Հիմա կտեսնենք, մեր մոտ մինչև -20 ջերմաստիճան է գրանցվել, տեսնենք -20-ի մինչև որ տեսակներն են, որ դիմանում են։ Այսքանը, սիրելի հետևորդներ, առաջիկայում, երբ որ արդեն կանանչեն բույսերը, նորից ձեզ համար տեսանյութ կնկարեմ եւ ավելի հստակ արդեն կհասկանանք, որ տեսակներն են, որ լավ մնացել են, ցրտին դիմացել են։ Ինչպես տեսնում եք, տեսակ ունենք, որ անգամ տերևները չի ցրտահարվել եւ նայեք, տեսեք, որ կանանչ մասա կա դեռ դրա վրա, տերևները դաժե, այսպես ասած, անգամ չի ցրտահարվել։ Նայեք, ներքևի հատվածում դեռ տերևները ամուր կպած են, պոկելուց էլ չի պոկվում։ Այսքանը, սիրելիները, դե ինչ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնենք հաջորդ տեսանյութերը, կհանդիպենք։